Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում։ 21 թվականի մայիսից 6 ամիս երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո մինչև 26 թվականի ապրիլի 30-ի Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ 14 ռեզոլյուցիա, պատկերացրեք, 5 տարվա ընթացքում սևեռման նման մի բան է։ Վերջինը ընդամենը 4 օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ, այսինքն անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը, իսլամոֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները, Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը, տարածելով զրպարտանք և սուտ։